Բարի կեսօր, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այսօր առավոտ շուտ տեղ էի գնացել, բայց նկարահանումներ չեմ արել, թե երբեմն էլ տենց էլ ա պատահում, գնացել էի Նոյեմբերյան քաղաք, գործերս բանկերի հետ էր, մտքերս զբաղված էր ուրիշ տեղերով, ուրիշ մտքերով ու նկարահանումներ չարի, մանավանդ էր, որ եղանակը մռթնած էր, ամբոտած էր, դրանից էլ հավեսս կորել էր, մեր կռները ինձ ինչ է եկել, մենակ ռավոտը, որ շուտ դուս եկա դուրը, ճոճկանա գլուխը են, որ սիրում եմ ասել ճոճկանա պոպլոզը, են էր ձնել սիպտակոտին տեր, մեր կռներն էլ ամբուչանգը փագած էր, վերջը գնացի եկա խերոպարով, հենց տուն հասա, զանգը ստացա, թե բա Անուշկա ջան, են որսկաճուտերից կենումա լամի հատը քու ձևերով, ես էլ իմ ձևերով արի, ստիա, բայց մինչև էդ սրել եք միջոն խաղի դեր ձեղներս մաքուրա, մի հատ կոֆե եմ ուզում եփեմ, ես էի ծածկել եմ, որ գոլորշին սենյակը չկա պետք, չնայած պատուհանս բացավ, են որ թեկն ենք գծում բացանում, այդ հենց բաց եմ արել, որ էլած գոլորշին էլ գնա, բայց վայթ էլ առեի բացանեմ, մին անցրևա, մին արևա, ասար ձևից որ եղանակը փոխվեց, այս պահին ճրկ-ճրկան արևա, պատկերացնում եք, ասա թեխի չի մի հատ էլ իմ սիրուն պատկերասրավը շանս տվի նոր եկա է, դե որ զակած տվին, ասին Անուշկա ջան որցակ ենք ուզում, են որցկա ճուտերից է կենում ադել, ճուտ չել արդեն լավ էլ որցակ մի է, այն իմ մորթած որ ինձ մարեր, են որցկա ճուտեր, պուճուր էր, ասի պուճուրը հորթեմ, որ զավթեմ, Անուշանեմ, սիրելի հետևորդներ ջան, պատուհանը լրիվ բաց եմ անում է, շոք է լավ, զանգին խատատ եկան, դուք էր հացը կերել եք, էլը տիխելով կացեք, մի նեղացեք, նոր չից էր հացը տվի, սիրելի հետևորդներ ջան, ինչ ես աչում, ստիլա գոլորշին պատելա, չէ կոֆեն խմեն ոչ ես գործն սկսել չտիմ, ես էլ մի լավ թող տքանա, դարձնում ենք համարյա էպկան, որ բմբուլին կարենանք բոգենք, ես իմ բաժակը ստի պատրաստում եմ, ամեն մի բաժակից տեսակիցը մի հատ բերում եմ ստի եմ դնում, որ այդ օրը որովը որ տրամադրությունը ստա, դրանով էլ իմ կոֆեն խմեմ, սոր ես տրամադրության մեջ եմ, գարնանային տրամադրություն սիրելի հետևորդներ ջան, այսօր ստի ճամփա պհենք, կոֆեն էփի, դուք էլ ձեր կոֆեն էփեցեք ու միացեք իմ ալիքին, բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք և ցույց տվեք իմ ալիքը ձեր լավ ընկերներին, խորհուրդ տվեք, բաժանորդագրվեն, այսքան ասում եմ, մի հատ, երկու հատ, բա եղավ, պատկերացնում եք, որ այս պահին իմ հետևորդների թիվը, որ կազմում է 7000 եւ ավել, ամեքդ գոն է, մեկ մի լավ ընկերոջ ասեք, որ բաժանորդագրվի Անուշկայի ալիքին, պատկերացնում եք, մեկ երկորում կդառնանք 14000 եւ ավել, սիրելի հետևորդներ ջան, դե ձեզ տեսնեմ, ես սպասում եմ, բարիշն իմ վրա, կգաք ինձ հյուր, ակլոր կմորթեմ, մի լավ ձեզ պատիվ կտամ, վախես ինչ լավ արեվա, մեկը որ ես կոֆեն մի քիչ ուշա եփում, ուզում եք տանեմ ցույց տամ, թե ինչքան պլան արևա, տանում եմ իմ պատկերասրահը ձեզ ցույց տամ։ Ես իմ կողմի պատուհանիսն եմ ցույց տալի, սիրելի հետևորդներ ջան, սիրուն պատկերասրահը, ամբերը սիպտակ բամբակի նման, կապույտ լազուրի մեջ սիրուն տեսարան ա բացվում իմ եւ ձեր առջև, իմ մեղվանոցը, իմ ծաղկած դեղցենին, բա իմ զանգին ու զրանգին, Քուտ, եկեք, սիրոններս, եկաք, արևը հուր հրատին ա տալի, սիրելի հետևորդներ ջան, դե գնամ կոֆեին հտևամ, կոֆեի ֆոտն ընգել ա, ուրեմն եփում ա, և եփում ա, աչկիս ես մի ջուրն էլ ա, եփում անավան, որ ծածկած ա, էտ էլ անջատեմ, խշխշոցնին կտրվի, Ես էլեն գդա տակա ես ճազվումը, որ ուշա եփում, համով ա եփում և տակա, սիրելի հետևորդներ ջան,
Ես կադրից դուրս իմ կոֆեն վայել եմ, հետո կսկսեմ աքլորի գործը։ Ես իմ սովորության համաձայն իմ կոֆեն, իմ հավերին հսկելով եմ վայելել, դուք էլ իմ վլոգն եք վայելել ձեր կոֆեն խմելով։ Բոլորիս կոֆեն անուշ լինի, սիրելի հետևորդներ ջան, մի կումա մնացել են վերջի թանձրը տեղիցը, էդ էլ ձեր հետ վայելեմ։ Այն տակի թանձրը ես չեմ խմում, մարդիկ կան, շատ են սիրում, մատներում տակն են տալի, այդ թանձրը տեղը ուտում են։ Ահա։ Ես ճիշտ տարի, որ անջատեցի, արդեն իսկական վախն է, աքլորը բմբլահան անելու, փետելու։ Նախքան փետելը, ուզում եմ շանստամ թես ինչ, վենց աքլոր եմ մորթել, որ պետք է ծախեմ, սիրելի հետևորդներ ջան, տրամադրությունս բարձր է, որովհետև իմ պահած ապրանքը կարում եմ տեղավորեմ, ծախեմ։ Բայց թե էդ էլ ասեմ, միլիոնատեր չեմ դառել դրանով, իրանց եղը, իրանց ուսը, ասել մեր տատերին ու պապերին, իրանք պհում են, դա ճիշտ խոսք է, այդ ծախած փողով գնում եմ ցորեն եմ առնում, էլի իրանք ուտում են։ Այսենց, դերանքում մենք էլ ենք ուտում, մեր շահածը, մեր տարածն էլ էտ է ալում, են պերլամուտեր բմբուրներով աքլորի թայնա, ուսենց ինքը լավ մեծ է։ Միտան մեկ շոքե բաղնիկ, քանի որ արդեն պետքա գործս արագացնեմ, խնդրեցին, որ մաքրեմ, սիրելի հետևորդներ ջան, ես սիրում եմ, որ ոտի վրա եմ տալի, բայց թե երբեմն մոտիկ մարդկանց չենք կարում մերժենք։ Այսենց, ուրախ սրտով, որ կարում եմ իմ ապրանքը տեղավորեմ, որ ցորեն առնեմ, հիմի կսկսեմ բմբլահան անելը, մի քիչ տես դեմ պտտորեմ, հետո կսկսեմ փետելը։ Ոյ, բայց պետք է այն բռնակներ բերեմ, որ եմ դրել, էսա։ Թե չէ մատներս վառում է։ Այսա։ Սրանով պտտում եմ, ավելի հեշտ եմ ըլում։ Մի հատ փորձեմ, տենան պոկվում է, հա, հեսա պոկվում է։ Ես մի կուրը պտտեմ, ոչի կուրը։ Ոյ, ուրը ավիզը, վզիցը բրնում ենք, միել ոչի կուրն ենք շոք է բաղնիկ հանում, որ ընդել բմբուլին պապկի, հետո փետում եմ, հլա սրած դեղի մաշկի։ Այս դեղինությունը, սիրելի հետևորդներ ջան, լավ պհելու արդյունքն է, ճիշտ աքլորները շատ եղակալում չէ, ընդհանուր առմամբ հավերն են եղակալում, բայց որ աքլորի մաշկը սենց դեղին է, իրանք էլ իրանց կաշվիտակին եղունին հավաքած էլի, բայց ինչ լավ հետվում է հանեմ, բայց որ միսը խաշվի ոչ, եթե միսը խաշվում է, լավը չի լում։ Ամեն բանի ձևն էլ մարդ պետք է գիտենա։ Այ մի քիչ էլ խտատում եմ, բախտին անեմ էլի։ Հետ ես մտքին չէի, որ այս ձևով կմիանամ ձեզոր, սիրելի հետևորդներ ջան, բայց որ այս գործը էլա շատ ուրախացա, ասի թե մի ոնց չմիանամ, բա ոնց իմ ուրախությունը չկիսեմ իմ սիրելի հետևորդների հետ։ Ոչ բամբասում եմ, ոչ մեկին չեմ նեղացնում, ոչ մեկին չեմ փնովում, ես իմ բարի գործերով ձեզ եմ միանում, անկախ նրանից, թե այդ օրը ինչով եմ զբաղված, այդ գործերով եմ ձեզ միանում, քուչո տրուս, թե տունարածեր, հետո բայց ռավոտը ցորենը տվել էի, հասցրել չի դեռ ցորենը, քչիցը դրդակ է, պլյուս դրան էլ հիմի էլի ցորեն տվի բաց թողի, հիմի նրան քուջուջ են անում էլի ուշկս իրանցում է, այս իրանքում է աստոց պհե, աստծու քաղցրը աչկը իմ ապրանքի վրա ալի, կորուշ չունենամ, որ միշտ կարենամ, ես իմ աշխատանքի արդյունքը տենամ, մարդիկ էլ տանին անուշան են, նաև շատ ինձ լավ եմ զգում, որ շատ մարդիկ իրանց սեղանը զարդարում են իմ պահած աքլորով, ուզում են, որ
իմ պահած ակլորի միսը ուտեն, սիրելի հետևորդներ ջան, քանի որ անարատ ցորեն եմ տալի, անարատ քուճուճ են անում, անարատ կանաչ խոտ են ուտում։ Մի հատ տոպրակ բերեմ ստի պատրաստել էի նախորոք, հիարված է արել, այս բմբուրին քիչ թեթևացնեմ էլի, դե ճիշտ է 4 գրամն էլ է, ասենք բմբուր է վերընկնում, պոլի վրա էլ է բմբուր վերընկնում, գազի վրա էլ, բայց թե ետ եմ դառնում մաքրում։ Էդ է, այս գործն էլ էս է պահանջում։ Այսենց, այս ճանապարհով է, որ համով միսը վայելում ենք մեր սեղաններին, սիրելի հետևորդներ ջան, ամեն մի գործ իր դժվարությունը ունի, ամեն մի հավողություն երկար ճանապարհ անցնում, մինչև մեզ է հասնում ու մենք մի քանի րոպեում անուշ ենք անում եւ ինչքան առողջ սնունդ ուտենք, այնքան լավ, այնքան ճիշտ, քանի որ մեր ժամանակներում շատ է տարածվել արագ սնունդը, կարելի ասել արհեստական սնունդը, ու սենց բնական անարատ սնունդները ինչքան շատ վայելենք, այնքան առողջ կլինենք։ Ահագին բմբուլներից թեթևացրի, մի հատ էլ տաք ջուրը մտցնեմ, պտտեմ։ Մեքենայով կգան կտանեն, սիրելի հետևորդներ ջան։ Կոպեկ-կոպեկի վրա եմ դնում, որ ցորեն առնեմ, ցորենն էլ այնքան թանկացրել են, մանավանդ որ այս գարուն կուրը ցորենը այդ արտերը հնձելու վախտնա էժանելու Սումրային աչու այսով անց կերում Վահանիկի պապան ավտո բրցյանում տո ավտոյի վրա էլ են աչում անցկենողի վրա էլ են աչում ապրանքի վրա էլ են աչում չաղկալների, շների մի խոսքով շներս շնություն են անում հսկում են իմ տարածքը չեն վնասում, չեն կծում, սիրելի հետևորդներ ջան, իրանք հսկող սորթն են, այս շները, որ դեր համարյա աչկերները բաց չերել էլ ես պհել եմ, բերեցին, նվիրեցին ինձ, շատ չարչարվել եմ իրանց վրա, այդ ժամանակ ինձ ասին, որ իրանք հսկող տեսակի շներն են, հսկում են տարածքը, Էդ էլ ինձ շատ պետք է, որ իմ տարածքը հսկվի ամեն ինչից, ես իմանամ ով եկավ, ով անցկացավ, ով գնաց, այդ հենց գյուղական վայրերում այդ շատ կարևոր է իմանալ, որ մեզ ինչ որտեղ ապահով ենք զգում, սիրելի հետևորդներ ջան, թմբլիկ ակնը վրա, թմբլիկ Մոռացել էի թևերս կշտեմ, սենց ծալեմ, սենց, հետո արդեն սկսեմ, լավնա, լավը, հավեսս եկա, ոչքիս մի հատ էլ, ինձ մարմորթեմ, էլին են ցեփեմ, ես էլ անուշանեմ, այդ մաներ ակլորաճուտերը, որցկաճուտերը, դեռ կան էլի, Ես եթե մենակ եմ լնում, դա թևս ստի չի լում, այդ պուջուր որցկաճուտերիսն եմ մորթում, անուշանում, ամեն մարդ, որ ապրանք ապհում, ճմփա չպհենք, որ կամ ապրանքն էլի հիվանդ, կամ էլ մենք էլինք հիվանդ, հեռի մեզանից, որ անուշանենք, ավելի լավ չի, հալալ, զուլալ, ճիտը կտրենք, արինանենք, հետո անուշանենք, սիրելի հետևորդներ ջան, Աստվածաշնչում ասվում է նույնիսկ այդ մասին, որ եթե մենք անկախ նրանից թռչնամիս է, թե անասունը, պետք է մորթենք, արյունը գնա, արյունը քամվի, հետո նոր թույլատրել լինի ուտել։ Դա Աստվածաշնչում գրված է, սիրելի հետևորդներ ջան, ճիշտ է ես մեկ-մեկ վատ եմ զգում, նաև հոգու խորքում, ինչ որտեղ ամաչում եմ, որ սենց գործերը շանց եմ տալի, կամ էլ որ ես եմ մորթում, այդ մորթել բառնել սիրում չեմ,
եսին, թե էտա էլի, մայր ենք երևի դրանից, իմ նման շատ մայրեր դրա համար եմ հոգնակի ասում, այս տղամարդու գործը համարվում, բայց թե անդադար և ընդմիշտ, ինչքան որ Աստված ինձ կյանք կտա, ես միշտ հիշում եմ իմ հոր դաստիարակչական խոսքերը, որ աղջիկը տղա կլի, այսինքն աղջիկը ուժեղ կլի, շատ կանայք զենք են վերցնում, ծառայում են բանակին, շատ կանայք պատերազմին մասնակցում են, հերոս են դառնում, հերոսանում են, անմահանում են, փառք են ձեռք բերում, հիմի միակ լորն ինչա, որ ես չանեմ, ասեք լա էլի մի սրտով, սրտաբուխ տողեր գրեք ինձ, արևը մին մեր ամտնում, մին դուսա գալի, համարյա բմբլահանարի, լայս ինչ լավն ասիրելի հետևորդներ ջան, մի հատ էլ պատրաստի վիճակում էլ շանց կտամ, քանի որ անձրև եկել, գիտեմ ոչ բաղչում ինչ գործ կարամ անեմ, բայց ասեմ, որ նոյեմբերյանից որ եկա, ասի կգամ ինչ որ մի բան կթխեմ, թենց կմիանամ, այն ամանները, տորթի ամանները, որ տաթևս ինձ նվեր էր ուղարկել, դեռ չեմ փորձարկել, մտածում էի, էդ կփորձարկեմ ձեր հետ, բայց այս գործը ավելի կարևոր էր, կլենտին հետ չեն տա, էլի սիրելի հետևորդներ ջան, չեն ասի, թե վայ, բա գիտես, ինձ հարմար չի, այսօր մի ուզի, վաղը ուզի, ու ամեն մի գործս, ջանա, ամեն մի գործս թողի, հետո եկա այս արի, ընտիրությունը, ամեն չափի ակլոր ունեմ և ամեն չափը իրանց արժեքն ունեն, սիրելի հետևորդներ ջան, տեսը բերեմ արդեն, ինձ թվում այս աստիկը թեքվի վեր կնգնի, այս մաներ աշխատանքները մնաց, սիրելի հետևորդներ ջան, այս էլ կադրից դուրս անեմ, որ մի քիչ վլոգում տեղ ունենամ, իմ են մնացած գործերով ձեզ միանամ։ Այս ցած գնեմ, այս էլ տակ ջրում չեմ գնելու և արդեն տեսախցիկս անջատեմ ու այս մաշությունները անեմ։ Համարյա 2 կիլո։ Որցակի բումբումին փետել եմ, մնում է խանձեմ, բայց մի հատ իմ չորսի կուրը մաքր եմ։ Այիսա։ Այս մի կողքն էլ բումբուլա։ Ուզում եմ ես գործը շուտ բրծնում, արիվա էլի բաղչումը, էլի ինչ-որ մի բան անեմ, միացնեմ, մի քիչ ուժեղացնեմ, այս խոնավությունը սրբում եմ, որ հեշտ խանձվի, ընտիրը, հետո խանձում եմ, այս են ավելորդ բմբուլիկները, մազմզուկները, այս կրակի բոցից կորչում է։ Ոյ, կարող տարան գազերը, չէ, իրա կապրիզներից էր, նորից, ես մի աչկը մշտապես սենց անում, սիրելի հետևորդներ ջան, մի հատ թույլի վրա թողամ, գալի թե կապրիզներ չանի, իր այդ ճտիկը հետ աղոթում անջատում, խնդրեմ,
Ամեն ինչի հետ մարդ կռիվ ա տալի։ Տարիներ առաջ գազին խնայում էին, քանի որ բալոններով էր, գազի ավտոն գալիս էր, բալոնները լցնում էինք, հետո ափսոսում էինք, էլի, որ սենց բաների վրա գազ ծախսենք, կատակով էլ ասում են, կարող ա հենց գիտես բնական գազ ա, որ թենց միացնում ես, հետո գազեթով էինք խանձում, բայց թենամաշկը սևացնում ա, ամենալավը, որ արաղի միջին մի պուջուր բամբակ ենք դնում վառում, ամենալավը արաղով ա խանձում, բայց քանի որ իմ գազը բնական ա, ես հեշտ ու հանգիստ իմ բնական գազի վրա, այսենց պտտորում եմ ու խանձում եմ։ Այդ արտահայտությունը շատերս կլինք ասած չէ, որ կարող են հենց գիտես գազը բնական ա, որ միացրած թողում ես, այսինքն մշտապես գալիս ա, էլի իմաստը դա ա, հավերիս բրախեցի, ցենզուր չի եկել, մանավանդ որ պատուհանը լրիվ բաց ա, որ ձեր են գալիս աստոց ոչ հարած, հավերն իրար են խառնվում։ Էսա, բան չմնաց, բրծա, կմնա փորը բաց անեմ, լվանամ, հետո զանգեմ կան տանեն։ Ասեմ եկեք ձեր եղուբրինձը տարեք։ Բարեկենդանի նման, բայց դե բարեկենդանի նման չարվում էլի, ես վաճառում եմ և իմ գումարը վերցնում եմ։ Իմ արդար քրտինքը, սիրելի հետևորդներ ջան, պետք ա լինում լավություն էլ եմ անում, ինչու՞ չէ։ Ես վզի մասը ուզում եմ լավ խանձեմ, չնայած մի այն շրջանն ա, որ իրանց բմբուլին հեշտ ա մաքրվում, աշուն կուրն ա, որ դժվար ա մաքրվում։ Քանի որ ձմեռվան են նախապատրաստվում հավերը, նոր բմբուլներ են աճեցնում, հետո ամենաբարդը այդ շրջանի մաքրելն ա ալում։ Բայց նայած կապ ունի լավ պահելուց, եթե տուկ ա տլի, սիրելի հետևորդներ ջան, այդ վախտել ա դժվար մաքրվում, բայց լավ պահածը հեշտ ա մաքրվում։ Ես իմ բնական գազն անջատեմ, մի հատ էլ շուրջը մաքրեմ, արդեն խոնավ շորով, այս մասը տաք ա, մի ամի ձեռներս վառեմ ոչ էլի, խոնավ շորը լրիվ իրան ա վերցնում, կպչում ա խոնավ շորիցը, հետո պոլի վրա շատ չթափվում։ Ես կողքը, էտա էլ ավելի, հմի արդեն փորը բացանելու վաղնա, հատ այսենց վերանայեմ է, այսենց մանրակրկիտ աշխատանք ա պահանջում, մի քանի անգամ ցույց եմ տվել, բայց քանի որ նոր հետևորդներ ունեմ, դրա համար ցույց եմ տալիս, իսկ եթե կհետաքրքրի կարող եք թերթելի մեջը և իմ անցած վլոգները դիտել։ Սիմա ջան, ես երբ ես եկել, որ չեմ նկատել։ Աղիքները շներին գտան, հավեսով ուտում են։ Խանձելուց հետո իր մաշկից դեղին բաներ ա պոկվում, ավելորդությունները պոկվում ա, որ մարդիկ էփելիս էլ, էփեն տենան, որ լավ մշակված միս ա, այս հենց կսում եմ, մաշկից ավելորդ բաները պոկվում ա։ Մի հատ էլի, ես ամանն եմ սրբում, բմբուլների պղինձը ես կողքին ա, դրան էլ չեմ լցնում, Սիման անհամբերս պասում ա իրա փայում, այս մասը պարտադիր կտրում ենք,
այս մասը հավիմար, շատ կարևոր մասը, սիրելի հետևորդներ ջան, իր կտուցը սրա մեջ է թաթախում, յուղա դուրս գալի ու ինքը իր բումբուլները մաքրում է, անսիմա, անուշարա։ Այն մնացածը զանգի ու զրանգի փայն կլի, այսինքը աղիքները։ Սիրտը, ջիգարը, քարճիկը մսի հետ ուղարկելու եմ, կարգը թենց է։ Շատ վիդեոներում նկատում եմ, սիրելի հետևորդներ ջան, ինձ հանդիպել է, որ մեջքի մասից են ճղում թռչնամիսը, որ աղիքները հանեն, բայց ես սենց եմ սովոր, մարդ ինչի սովոր է, այն էլ կանի։ Շարիկներ քեզ տամ, Սիմա, շարիկներ դի։ Հա։ Սենց։ Աղիքները հանում եմ։ Քարճիկից կպածամ մի մասը ու կտրեմ։ Մի խոսքով միս եմ անում, սիրելի հետևորդներ ջան։ Այս մասից է կտրեմ, մի հատ աղիքներից ազատվեմ։ Աղիքները հանեցի, սիրելի հետևորդներ ջան, անց եմ կենում այն համով տեղերը հանելուն։ Վերեմստի, որ դուք էլ տենաք։ Նախքան քարճիկը հանելը, ջիգարը պետք է հանենք։ Ծվերը խոշոր, ակլոր էր, ակլոր։ Այսենց, հենց հանում ենք, լեղին չպայթվի, եթե լեղին պայթում է, դառնություն առաջացնում մսին։ Այս գուշ լինեմ, քանի որ սա անկանխատեսելի է։ Մի փոքր անզգուշություն և լեղին կբացվի, կանաչ գույնի, դառը ջուր։ Դառը ջուրը լեղին է, սիրելի հետևորդներ ջան, որը սլամատ հանեցի։ Այդ պարկը մատերով բռնում եմ, հետո զգուշորեն անջատում։ Այ էս է լեղին։ Գնաց դառը ջուրը։ Դրան ոչ մի կենդանի չի ուտում։ Այս իր առողջ ջիգարը։ Այս կողմ։ Опа։ Այս իր սիրտը։ Հետո ոնց է կենում քուչը հանելուն, բայց նախքան քուչը հանելը պետք է այս կողմից կտրենք քարճիկին, կպածա քուչը։ Այ կանաչ խոտը մեջին է, դուս եկավ, հենց հանեմ մսին չկպչի, հեսա կանաչ խոտը բերանին, ես էլ մաքրեմ, մարսողությունը քարճիկի մեջ է ընթանում, քուչը լցվում է, հետո գալիս է այս քարճիկի մեջ մարսողությունը կատարվում է։ Քարճիկներ մաքրեցի, հիմա քուչը բաց հանեմ։ Ծուղրուղուն հանեմ, քուչը հանեմ ու կմնա լվանամ։ Այս ինչքան քուչը լիքն է։ Եհա ծուղրուղուն հանեմ։ Ծուղրուղու, ես էլ ես։ Էլի ծուղրուղու։
ասում եմ մի հատ մրցույթ էլի, թե ով կարա աքլորը արագ մաքրի։ Կարող է հաղթեմ։ Այս էլ քուչա։ Ավելոտ ջլերկայի տել հանեմ ու մնաց սպիտակ թոքը հանեմ։ Այս է շներից կտամ։ Վեդրոյի մեջ եմ լցնում։ Ընտիր։ Արդեն աքլորը պատրաստ է։ Մաքուր վիճակում է։ Մինչև ես կզանգեի, իրեն զանգել են ու գալիս են։ Պատուհանը բաց է, զանգին ու զրանգին այդտեղ հոտոտում են։ Սիրելի հետևորդներ ջան։ Եկա։ Եվե։ Գալիս եմ այ։ Գալիս եմ։ Սիրելի հետևորդներ ջան, ամեն բան արագի մեջ անեմ, կարճիկը, ճիգարը, սիրտը և աքլորի ձվերը։ Սյո, արագի մեջ հանդենամ։ Ես անեմ հասնեմ տիրոջը։ Աքլորին ճանապարհեցի սիրելի հետևորդներ ջան, գումարը վերցրի, հիմա տանեմ այն մնացած աքլորների վրա կսեմ, որ նույն բախտին արժանանան։ Գնան մարդկանց սեղանը, զարդարեն, ես էլ իմ աշխատանքի արդյունքով ուրախանամ։ Ուզում եմ այս վլոգս առանձնացնել, այլ գործեր չեմ անում այս վլոգի մեջ, թող որ հատուկ վլոգ համարվի եւ այսպիսով ավարտում եմ իմ վլոգը։ Ուզում եմ որ դուք էլ ստանաք ձեր աշխատանքի արդյունքը, ժպտաք, ուրախանաք եւ գոհանաք ձեր կատարած ամեն մի գործից։ Пока-пока-пока